Ասեք։ Մեր կյանքն ու առողջությունը վստահում ենք բժիշկներին ու բուժքույրերին, նրանք առաջնագծում են միշտ կազմ ու պատրաստ փրկելու կյանքեր։ Ընդամենը մեկ զանգ ու վերջ։ Շտապ օգնություն, բարև ձեզ։ Լսում եմ ձեզ։ Բայց նաև լինում է հակառակը, երբ շնորհակալության փոխարեն, երբ անհապաղ օգնության մեկնածները հարձակման են ենթարկվում։ Օրերս շտապ օգնության աշխատակիցներն ընդմիջման ժամին խանութներից մեկում գնումներ անելիս ենթարկվել են բռնության։ Խանութի հարակից տարածքում կանգնած 3 քաղաքացիներից մեկը մոտեցել է բուժքրոջը, սկսել անհարգալից խոսքեր։ Բուժքույրը փորձել է շրջանցել քաղաքացուն եւ քայլերն ուղղել դեպի հացի խանութը, որտեղ եւս նրան հետապնդել են եւ հարվածել ուսին։ Կինը օգնություն է խնդրել գործընկերոջից։ Բժշկի ու կարգազանց քաղաքացիների միջև քաշքշուկ է սկսվել։ Այդ պահին մեկ այլ շտապօգնության բրիգադ անցնելիս նկատել է մոտեցել եւ փորձել լիցքաթափել դրությունը։ Միջադեպի մասին անմիջապես ահազանգ են ստանում եւ ոստիկանությունը եւ շտապ բուժօգնության տնօրինությունը։ Մեզ բուժաշխատող պետք է, թե չէ։ Եթե մեզ բուժաշխատող պետք է, ուրեմն ճիշտ են արել։ Իսկ եթե մեզ շտապօգնություն պետք է, բժիշկ պետք է, բուժքույր պետք է, ուրեմն նրանց պետք է դատապարտել։ Ծեսկրտուքի ժամանակ տուժել են ոչ միայն բժիշկները, բուժքույրը, այլև վարորդները։ Վերջի դեպքը նաև առանձնանում էր նրանով, որ դեպքը կանչի տեղում չէր եղել, այլ փողոցում։ Ում կարծիքով ողջ խնդիրը տարական հարգանքի բացակայության մասին է եւ որպես մարդու հանդեպ եւ որպես բուժաշխատողի հանդեպ առավել եւս։ Հանրային արձագանքը պետք է լինի բավականին կոշտ, ասում է շտապ բուժօգնություն ՓԲ բժիշկ Վարդանյանը։ 24 ժամ հերթապահող անձանց, բուժաշխատողների համար ծայրահեղ ցավալի է, երբ որ բուժօգնություն ցուցաբերող մարդը ենթարկվում է բռնության ուղղակի, դա իմ կողմից իրոք զրպարտելի է։ Շտապ բուժօգնության աշխատակիցների կարծիքով իրավապահ մարմինների համապատասխան միջոցառումների եւ գործառույթների իրականացման արդյունքում կպակասեն բռնության դեպքերը։ Պետք չի բժշկին հիշել այն ժամանակ, երբ որ ինքը ձեր կարիքը ունի։ Պետք չի հիշել այն ժամանակ, երբ որ կան աղետային իրավիճակներ, համաճարակներ, պատերազմներ եւ այլն։ Բժիշկը միշտ իր ֆունկցիաները կատարում է 100%-ով։ Դուք վախկոտ եք, մեծ մասը։ Բժիշկներին ձեր աչքի առաջ քացուտակ են գցում, ոչ մեկ չի խառնվում։ Ես հիվանդ եմ, ես թոշակառու եմ, ես մեղք եմ, բա մեկը ձեր գցեիք։ Մեր հացի խանութն է, սա միշտ մենք ստեղից ենք օգտվում։ Դու հացը առնես, նայես ինչա կատարվում ու թողես գնաս։ Ցանկացած բռնություն դատապարտելի է, ասում է շտապ բուժօգնություն ՓԲ տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։ Կարծում եմ շատ ճիշտ կլինի քրեական օրենսգրքում հանցակազմ սահմանելը, որ իր մասնագիտական գործունեությունը ծավալող բուժաշխատողի նկատմամբ կիրառվող բռնության դեպքում ավելի խիստ պատժի արժանանա, քան սովորական դեպքերը։ Իդեպ վերջին շրջանում շտապ բուժօգնության աշխատակիցների նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են։ Ըստ Ռուբեն Գրիգորյանի 2025 թվականի առաջին կիսամյակում շտապ բուժօգնության աշխատակիցների նկատմամբ բռնության դեպքերը բազմապատկվել են։ Շտապ բուժօգնության աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար Ռուբեն Գրիգորյանն առաջարկում է մի տարբերակ։ Մեր պլանշետների մեջ ինչ-որ մի հատ ավելացում կատարենք, ծրագրավորողների հետ միաժամանակ, որ վտանգի բանի դեպքում սխմեն ու ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնում ազդանշան գնա, որ ես ինչ հասցնեմ վտանգ կա։ Կարելի է նաև օրինակ բուժաշխատողները տեսաձայնագրող համակարգով համալրվեն, ինչ որ հարմարություն ունենան, որ ընդհանրապես տեսաձայնագրվի, ինչպես են սպասարկում բուժարուին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը եւ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանությունը։ Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործության մասնակիցներին նույնականացնելու եւ խափանման միջոցների հարցը որոշելու ուղղությամբ։ Նարնե Ղուկասյան, Ստեփան Տիգրանյան, Րիոփան մեդիա։